Բարև ձեզ հարգելի հեռուստադիտողներ, Արարատյան խոհանոցն է եթերում, Սեդրակ Մամուլյան խոհարարական ստուդիայից։ Շարունակում ենք ձեզ ներկայացնել Շիրակի մարզի խոհանոցը։ Բարեկամներ, այսօր նախընտրել ենք Շիրակի մարզի բնորոշ տոլմայի մի տարատեսակ, որը իրականում հենց կարելի է համարել տոլմայի հիմնական, նախնական տեսակ, որովհետև պատրաստվում է ծեծված մսից, այն է քյուրթայից, այն է կոլոլակից։ Շիրակում օգտագործվել է եւ տավարի եւ գառան ծեծված միս եւ պատրաստվել է եւ գառան մսով եւ տավարի մսով։ Մենք այսօր կօգտագործենք տավարի մսով ծեծված միս եւ դրանով կպատրաստենք տոլմայի երկու տարատեսակ, մեկը խաղողի տերևով, տոլիով եւ մեկը կաղամբով։ Ինձ այսօր կօգնի Մեգերյան Կարպետ ռեստորանի ավագ խոհարար Վլադիմիր Ռաֆայելյանը։ Ողջույն։ Բարև ձեզ։ Ինչպես ես Վլադիմիր։ Շատ լավ։ Ավես տրամադրված։ Այո։ Ընդհանրապես հարգելի հեռուստադիտողներ, մենք շատ հուզված ենք եւ շատ կենտրոնացած, ինչու, որովհետեւ պատրաստում ենք մեր ամենատոնական, ամենազգային կերակրատեսակ։ Եվ խորհուրդ տամ դուք էլ յուրաքանչյուր անգամ պատրաստելիս, հատկապես տոլմա կերակրատեսակը, առավելագույնս կենտրոնանաք, ինչպես մենք հիմա ենք կենտրոնացված։ Մենք արդեն կարող ենք թվարկել, օգտագործելու ենք ձավար, բարեկամներ, այստեղ ուզում եմ հատկապես նշել բլղուր եւ ձավար դարձույթին, որովհետև շատ դեպքերում մենք բլղուրը եւ ձավարը առանձնացնում ենք։ Կա երկու վարկած, որ ձավարը միայն ուղղակի ցորենը կեղևից մաքրելուց հետո դառնում է ձավար, բայց կա նաեւ տեղեկություն եւ կա նաեւ վարկած, որը հենց ձավարը բլղուրն է, խաշված, չորացված, ձեռքով, երկանքով աղացված ձավարն է սա, բայց անվանումը բլղուր ոչ հայեցի է, այնպես որ մենք պիտի կոչենք ձավար։ Սոխ ենք օգտագործելու սխտոր, տոմատ մածուկ, մածուն, տոլին, ահա ինչից է ծագել տոլմա բառը, հենց խաղողի տերևից, խաղողի վազը հնում ուրարտական ժամանակաշրջանում կոչվում էր տոլի կամ ուդուլի, սղվելով դարձավ դոլի, տոլի, այնպես որ շատ է խոսվում հատկապես տ-ի եւ դ-ի գործածման հետ կապված, դա որևէ նշանակություն չունի, դոլմա թե տոլմա կապվում է հենց տոլիի հետ, այսինքն խաղողի տերև եւ միս, տոլի միս։ Օգտագործելու ենք ծեծված միս քյուրթակ կամ մենք պիտի արդեն այսուհետ սովորենք իրական անվանումը կոլոլակ, բայազետ ֆիրմայի կոլոլակն ենք օգտագործելու։ Գնացինք։ Այո, կաղամբներ խաշվում։ Կաղամբները խաշել ենք արդեն, այո, նախորդ, որպեսզի ձեր թանկագին ժամանակը չվերցնենք, երկու տեսակի զանգված ենք, միջուկ ենք պատրաստելու, չէ՞։ Մեկը խաղողի թփի համար, մեկն է կաղամբի համար, կաղամբով տոլմի համար։ Շատ լավ, ես կիսեմ։ Այո։ Ինչ ես հանձնարարելու ինձ կամ ինչով կարող եմ քեզ օգնել։ Դու կարող եք սոխը կտրատել, ես ձեր հետ կկտրատեմ պղպեղը։ Ու կշարունակենք այնպես, ինչպես միշտ շարունակել ենք։ Միշտ շարունակում ենք համեղ պատրաստել։ Այո։ Կարևորը, որ մեր տրամադրությունը շատ բարձր է։ Ինչ կտրատեմ ես, սոխ։ Այո, դուք սոխը կտրատեք, ես գունավոր պղպեղները կկտրատեմ։ Նորից նշեմ, որ այն նյութը, որից օգտվել ենք, մեր հավաքության ժամանակաշրջանում կապված Շիրակին եւ Գյումրիին բնորոշ տոլմայի տարատեսակի հետ, այնտեղ իհարկե բաղադրությունը այնպես էր, որ տակդեղներ չկար, սա ասենք, որ մեր գյումրեցի բարեկամները իմացան մեջ չընկնեն։ Սա մենք ենք ավելացնում, համը կարգավորելու, ավելի լավ համ տալու եւ նաեւ գունային հետաքրքիր տեսք ստանալու համար։ Միջալոց կտրատելը նույնպես մեծ նշանակություն ունի, չէ՞, խոհարարական գործի մեջ, այնքան մեծ նշանակություն, որ ճապոնացիները իրենց խոհարարներին կոչում են կտրատողներ։ Ուզում ասենք, այ կտրատող, ինչ ես անում։ Կանաչի օգտագործենք, չէ՞։ Համքեղ, մաղադանոս, ես թվարկեմ դու ասում թե չէ, սամիտ, մաղադանոս եւ համքեղը եւ սամիտը վերցրել եմ։ Բավական է։ Հա, երիք է։
Երկու տարաների մեջ էլ պղպեղ օգտագործվելու է, մի տարայի մեջ օգտագործվելու է լոլիկ եւ տոմատի մածուկը, որպեսզի կաղամբն ու թուփը նույն համերը չլինեն։ Այստեղ կարող եմ արդեն համեմել։ Կարող եք համեմել։ Աղը օգտագործում ենք Աղ, կարմիր բիբար, սև բիբար, ապրանքանիշի աղը, որը 3 անգամ զտում է անցել եւ յոդացվել։ Սև պղպեղ, կարմիր պղպեղ, եւ անցնում ենք ճզմման գործընթացին։ Ճզմում ենք, խառնում համերը, բաժանում ենք երկու մասի։ բաժանեցիր։ Հավասար բաժանեցիր, թե Չէ, elə որ ուզում եմ հավասար։ Կստացվի մոտս։ բաժանելը միշտ դժվար է, չէ՞։ Բարձիմիր։ Սխտոր օգտագործիկ։ Սխտոր չօգտագործի։ Օգտագործեմ սխտոր։ Այո, սխտոր օգտագործեք։ Տեսա։ Բայց այնուամենայնիվ սխտոր մածունով ենք, չէ՞ մատուցելու։ Այո, Մենք նշել ենք մի քանի անգամ եւ ելի ենք նշելու, որ սխտորը ունի բազմերանգ համ, կապված նրա կտրատման, եղանակի, կտրատելու, ծեծելու, ջերմային մշակման եղանակների, թե ինչ ջերմային մշակման են ենթարկում, որ պահին ենք ջերմային մշակման ենթարկում կերակրատեսակի հետ, որ պահին ենք խառնում, այնպես որ սխտորը կպահենք սխտոր մածունի համար։ բայց ծեծելու եմ դրան, չեմ թողնում։ Կցեցեք։ Լավ, կաղամբի մեջ նաև պետք է օգտագործենք լոլիկը։ Հա։ Որն է կաղամբով։ Սա կաղամբովը։ Այո։ Դե ես կիսեմ համաչափ։ Սել ավելացնենք ստեղ։ Բլղուրն ենք կիսում հավասար։ Շատ եմ սիրում ես բլղուր։ Այո։ Մի քիչ էլ։ Պիտի անպայման նշեմ, հարգելի հեռուստադիտողներ, որ կոլոլակը մսի մշակման առաջի ձևերից է, առաջի եղանակներից։ Այսինքն մենք շատ ենք խոսում կտրատված միս, չգիտեմ, բայց ծեծվածը հենց ավելի նախնականը եւ տոլմայի պատրաստման նախնական տարբերակը հենց ծեծված մսով է։ Այդ տարբերակը օգտագործում են նաեւ մեր հայրենակիցները Սյունիքից, այնտեղ նույնպես կա ծեծած մսից տոլմա, ծեծած մսից քյուրթա, կարող են այդպես նույնիսկ հնչեցնել, բայց դա հենց ծեծած մսից տոլման է։ Եվ նաեւ մեր ինչպես տեսնում եք արդեն, մեր Շիրակի մարզի հայրենակիցները նույնպես անմասն չեն մնացել մեր այդ մշակութային ժառանգությունից։ Տոմատի մածուկ էլ լցենք։ Ինչի՞։ Սա կաղամբով, Կաղամբով որպեսզի թթու միջավայր ստեղծվի։ Շատ լավ, բայց այդտեղ բլղուրը խորհուրդ տամ լրիվ լցնել, որովհետև ծեծված միսը շատ առանձնականություն ունի եւ թուլացնելու այդ առանձնականությունը կարելի է օգտագործել։ Ահա։ Վերջ։ Սկի չեմ էլ ուզում այսպես համտեսել, որովհետև վստահ եմ, որ համերի մենք ունեցանք լավ համադրություն։ Հիմա գյումրեցիները կասեն, մեզ մոտ երբեք այսպիսի փոքր կացաններով տոլմա չեն պատրաստել, որտեղ երբեք չի հերիքել, որտեղ միշտ համեղ է եղել եւ միշտ պակասել է։ Բոլոր հայ ընտանիքներում տոլմա պատրաստելուց մեծ տարաներով են պատրաստում, որտեղ բոլորը տոլմա շատ են սիրում։ Նախնական զրույցում պայմանություն ձեռք բերեցինք, որ տերևովը ես պիտի պատրաստեմ, կաղամբովը դու, բայց դու կամաց այնպես արեցիր, որ բանա, չգիտեմ դա։ Ես թուփ շատ եմ սիրում, դրանից է։ Ձեր սերը կարծեմ փոխադարձ չէ։ Անպայման։ Դե բնականաբար հարգելի հեռուստադիտողներ, այս փաթաթելու եւ պատրաստելու ամեն ինչ չէ, որ ես պիտի բացատրեմ, որովհետեւ վստահ եմ, որ մեր
հատկապես Գյումրեցի հայրենակիցները որոշ բան կգտնեն, որ այնպես չարեցի ես, ինչպես իրանք են պատրաստում, ներողամիտ պիտի լինենք, հատկապես տոլմայի հետ կապված, տակը փռում ենք կոշտ մասերը, կաղամի, օգտագործելու ենք այն փափուկ տերևները, կաղամբի, որպեսզի կարողանանք մենք փաթաթել գեղեցիկ, այո, Իմ մոտ որ հատիկները շատ խոշոր է ստացվում, ինչ հատիկներ, տոլմայի, չի, ինչի է խոշոր ստացվում, փոքր է ալում, ուտելուց ոնց որ բան չհասկանամ, դրա համար միշտ մեծ եմ անում, որ ուզում ես ասել, այնքան համով ես պատրաստում, որ միշտ պակասում է, հա? այո, Լավ, փորձենք, բայց կարևորը, որ հարգելի հեռուստադիտողներ, պատրաստելու ընթացքում որևէ բացասական երևույթների, որևէ օրվա մեջ ձեզ միգուցե դուր չեկած հանգամանքների մասին մտածելը չի խրախուսվում, թողեք վատ մտքերը խոհանոցից դուրս, խոհանոց մտեք միայն լավ տրամադրությամբ, այս խաղողի այս պոչիկները կտրատում ենք, որպեսզի ուտելու ժամանակ կոշ չլինի, ուտելու չի, չնայած որ Գյումրիում և պոչով ապուր կա, և պոչով խաշլամա, բայց խաղողի տերևների պոչը չենք ուտում, ուտելու չէ, ընդհանրապես չես կարծում, որ մի քիչ այս կոլորակի օգտագործումը մի քիչ այսպես ավելի պարզացված է, միայն այդ քյուֆթա, որ ասում ենք, կլոր, գցում ենք աճառով փլավով մատուցում, այնինչ սա մսամթերք է և կարող ենք օգտագործել նաև այլ ձևաչափի մեջ, չէ՞։ Տնտեսուհիները գիտեն, որ քյուֆթա է, ուրեմն պետք է կոլոլիկ անեն, Վերջինը գնաց այսպես, իմ ամենակարևոր պահը, փոքրիկ ափսեներ, շրջում ենք, այսպես, սեղմում ենք, շատ կարևոր է, որ տոլման ունենա ծանրություն, այսինքն այդ ծանրությունը ափսեն հենց այնպես չի, որ դրում ենք, որ չքանդվի մեկ, երկրորդը, դրսից, այդ մենք ջուր ենք հիմա ավելացնելու, դրսից այդ համային բաները, հատկանիշները չվերցնենք, մենք ինչ համ ուզեցանք տոլմային տանք, տվեցինք խճողակի մեջ։ Տարբերակ է նաև օգտագործել, եթե կաղամբ է և եթե քաղցր է կաղամբը, կարող ենք օգտագործել լոլիկի մածուկով հյութ։ Բայց նախնական նորից հնագույն ձևը պիտի նշեմ, հարգելի հեռուստադիտողներ, տոլման պատրաստվել է ծեծված մսով, թարմ խաղողի տերևով, տոլիով և խաք խաղողի հյութով, որը կոչվում է ազոխ։ Ազոխ խաք, խաղողի հյութը ճզմվել է, ազոխ գյուղ կա նույնիսկ Լեռնային Արցախում, մեր հայրենիքում, որի մասին տեղացիները նույնիսկ մտածում են, թե դա քարանձավների անվանումն է, բայց իրականում ազոխը խաք խաղողի հյութն է։ Գնացինք, դրեցինք կրակին, սկզբից արագ բարձր ջերմաստիճանով, հենց եռած, իջեցնում ենք կրակը և մարմանդ կրակով հասցնում պատրաստի վիճակի։ Իսկ մինչ այդ մենք կարող ենք պատրաստել սոուսը, հանրահրճակ, համաշխարհային հրճակ ունեցող սոուսը, որն է, բարեկամներ, որն է Վլադիմիր։ Սխտոր մածունը։ Սխտոր մածունը, աշխարհի ամենալավ սոուսը և աշխարհի ամենահնագույն սոուսը, այո։ Խաղողի թփին օգտագործում է սխտոր մածուն։ Սա մածունը ես կխնդրեմ Վլադիմիրը խառնի, խառնակությամբ զբաղվի, ինչպես միշտ սիրում է իմ բարեկամներից մեկը ասել։
Եվ սկսում ենք ծեծել։ Ծեծել։ Կտրատած սխտորը այլ համ ունի, ծեծվածը այլ համ ունի։ Այսպիսի մածուկ պիտի ստացվի։ Մածուկ։ Դե խառն եղբայր։ Վլադիմիր ջան, որքան պիտի տևի, տևողությունը եփման։ 30-ից 40 րոպե։ 30-ից 40 րոպե։ Մենք կընտրենք միջինը։ Կհանդիպենք 35 րոպե հետո։ Բարեկամներ, արդեն անցավ մեր 35 րոպեն, 40 է, չէ՞ ասել։ 40 է ասել։ 35-ը լավ է։ Սա տերևովը, տոլիով, սա էլ կաղամբով։ Իսկ եթե մենք մի քիչ ձեթ ավելացնենք այսպես, հայլի համար, ինչ կարծիք ես։ Շատ լավ կարծիք եմ։ Հա։ Որտեվ հիմա Անուշոտը խփում է։ պատրաստողները կասեն ձեթի հետ պիտի դնե իր ջուրը։ Բավոր գույներ է իր լցնում։ Չտեսնեն գույները, Վլադիմիր։ Թփով տոլմայի հետ պարտադիր տալսենք սխտոր մածուն։ Դե փոքրիկ ծաղիկ ենք։ Միս սա մեր կաղամբը։ Սա մեր տոմատի սոուսն է, որը պատրաստված է սոխով, կանաչիներով, նռան հատիկով, լիմոնի հյութով։ Եվ մեծ սիրով։ Այո։ Սա էլ երեք։ Ես արդեն վերջացրի։ Շատ լավ, ապրես դու, շնորհակալություն։ Իսկ ես որ հարցնեն, բա լավ, հարգելի խոհարարներ, բա որտեղ կարելի է ճաշակել այս կերակրատեսակը։ Մեգիան Կարպետ ռեստորանում։ Կամ էլ Գյումրիում։ Եթե ժամանակ չունեք Գյումրի գնալ, եկեք Մեգերյան Կարպետ։ Համեցեք Մեգիան Կարպետ։ Շատ լավ, շնորհակալություն։ Սիրով կպատրաստենք ձեր ներկայությամբ եւ կհամտեսեք։ Հիանալի, ապրեք դուք։ Ուզում եմ հարգելի հեռուստադիտողներ ձեր անունից նույնպես շնորհակալություն ասել Վլադիմիրին, ցանկանալ, որ ինքը շարունակի այդպես զարգացնել, ավելացնել խոհարարական կարողությունը եւ երբեք չբավարարվի ձեռք բերածով։ Շնորհակալություն Վլադիմիր, ապրես դու։ Ծեծած մսով տոլմա։ Մեկ բաժնի համար կաղամբ 200 գրամ, բլղուր 60 գրամ, կոլոլակ 120 գրամ, սոխ 60 գրամ, կանաչի 15 գրամ, սխտոր 5 գրամ, լոլիկ 100 գրամ, տոմատ 30 գրամ, աղ 4 գրամ, պղպեղ 2 գրամ։ Խաղողի տերևով տարբերակ, խաղողի տերև 150 գրամ, բլղուր 60 գրամ, կոլոլակ 120 գրամ, սոխ 60 գրամ, կանաչի 15 գրամ, սխտոր 5 գրամ, աղ 4 գրամ, պղպեղ 2 գրամ։ Բարի ախորժակ։ Հարգելի հեռուստադիտողներ, կերակրատեսակը հարկավոր է մատուցել 65-70 աստիճան ջերմության տակ, պահպանման ժամկետ 5 րոպե, ճաշակել կարմիր անապակ գինով։ Այսքանն ենք այսօր պատրաստել ձեզ համար, հարգելի հեռուստադիտողներ, հիշեք, ազգային արժեքներից կարևոր ոչինչ չկա։ Լինեք առողջ ու երջանիկ, ազգ սիրենք ու հայրենիք։ Ցտեսություն։